Բարի լույս։ Սիրելիներ, այսօրվա ընթերցումը Տիմոթեոսին ուղված նամակի առաջին նամակի 5-րդ գլխից է, որտեղ խոսվում է հանդիմանության մասին նաև։ Ինչ է իրենից ներկայացնում հանդիմանությունը։ Թերևս մենք շատ դեպքերում խուսափում ենք դրանից եւ կամ հանդիմանողից ենք խուսափում, մտածելով, որ ինչ իրավունքով մեզ պիտի հանդիմանեն։ Այնինչ հոգևոր դասը, եկեղեցականները, օձյալ եկեղեցականները առավել եւս այդ հանդիմանության իրավունքն էլ ունեն։ Նայեք Պողոս առաքյալը ինչ է գրում Տիմոթեոսին։ Երեցի մասին ամբաստանություն մի ընդունիր։ Բացի այն դեպքից, երբ դա 2 կամ 3 վկաներով լինի։ Իսկ մեղանչողներին հանդիմանիր բոլորի առաջ, որպիսի մյուսներն էլ վախենան։ Պարտավորեցնում եմ քեզ Աստծո եւ Հիսուս Քրիստոսի ու ընտրյալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի, աչառությամբ ոչինչ չանելով։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին, ով եպիսկոպոս է, ասում է հանդիմանությունը ամբաստանություն մի ընդունիր, եթե չկան վկաներ, 2 կամ 3 վկաներ։ Ներսում ամբաստանության մասին է։ Բայց շարունակությունը ավելի լավն է։ Ասում է հանդիմանիր բոլորի առաջ, այսինքն հանդիմանանք կա։ Հոգևորականը ոչ միայն գովաբանող է, ոչ միայն օրհնող է, ոչ միայն ոգևորող է, այլ շատ դեպքերում նաև հանդիմանող պետք է լինի, որպիսի դիմացինը շտկվի։ Եվ ասում է բոլորի առաջ արա այդ հանդիմանությունը, որ բոլորը տեսնեն եւ հասկանան, որ սխալի դեպքում պիտի հանդիմանություն ընդունես։ Սիրելիներս, անշուշտ, սա չի ենթադրում, որ մենք պետք է ոգևորված բոլորին հանդիմանենք, բայց սա նաև ենթադրում է, որ այն դեպքերում, երբ հոգևորականը հանդիմանում է, պետք չէ միանգամից հպարտությամբ լցվել եւ ասել՝ «Օ, ինչ իրավունքով հոգևորականը»։ Այդ հոգևորականի սիրտը ցավում է։ Այդ հոգևորականը տեսնում է, որ սխալ կա, սխալ ընթաց կա, հորդորով չեղավ, բացատրելով չեղավ։ Ուրեմն հանդիմանանք է պետք, որպիսի սաստվի, որպիսի վերջապես անմիջապես անդրադառնա եւ դառնա այդ սխալ վիճակից։ Ուրեմն սիրելիներս, պիտի լսենք մեր հոգևորականներին, որոնք մեզ համար օրն ի բուն ծառայում են եւ փորձում են Աստծո խոսքը հասցնել, որպիսի մենք ավելի լավը լինենք, մենք արժանանանք Տիրոջ փրկության։ Իսկ այդ լսելու մեջ նաև ներառվում է հանդիմանությունը։ Անշուշտ, մենք մանավանդ երիտասարդ հոգևորականներս այդ հանդիմանության ետևից չենք գնում եւ չենք էլ ուզում հանդիմանել որևէ մեկին։ Բայց նաև որպես հավատացյալներ յուրաքանչյուրս պիտի նաև հասկանանք, որ մեր հոգևորականը, որպես մեր սիրող հայր, հոգատար հայր, անհանգստացող հայր, նաև պատրաստ է հանդիմանելու հանուն մեր ավելի լավը լինելու։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ սիրելիներս։ Աստված օրհնի ամենքիս։